Պարոն ես միացնում ձեր մրցակիցը Արգիշտի Մեխակյանը մի մարդու որդի է, որը ինքը Արցախյան պատերազմին մասնակցել է, ո՞նց եք ընդհանրապես գնահատում նրա ՔՊ-ով առաջադրվելը։ Ես ափսոսում եմ, որ Մեխակյանը ՔՊ-ի հետ է համագործակցում, ընտրարշավի այն հատվածը, որ ես եղա իր ծննդավայրում, իր հոր ծննդավայրում, ես այցելեցի Մեխակյանի շիրիմին, ես եւս մի անգամ հավաստեցի նրա հերոս լինելը եւ կրկնեցի, որ ինչպես էս կիսախելագարներն են հայտարարում, որ հարկ մուծողը հերոսն է, այսինքն պարտականությունը դարձնում է հերոսություն, ես այնտեղից հիշեցրեցի հայերին, որ այդ կարգի մարդիկ են հերոսները եւ չպիտի անընդհատ գիտեք մենք որոշենք, թե այն ինչ սրանք հայտարարում են, դրանք ճշմարտություններն են։ Սրանց ասածների մեջ ճշմարտությունը շատ քիչ տեղերում է, որ պարտվենք էլ մեզ պարտված չհամարենք, այն որ հայոց սահմանները պատժավայր է, սրանք բացահայտ դրանք ընդունել են, այսինքն ճշմարիտ բաներ են ասում, բայց դրանցով հանդերձ մենք հասկանում ենք, որ սրանք այս երկրի հետ որևէ կապ չունեն, սրանք պատրաստ չեն մեր երկրի նվիրաբերում անել, զոհողությունների գնալ, սրանք եկել են լափեն եւ մի առիթով ասել եմ, բոլոր նրանք, ովքեր ուզում են այդ լափամանի շուրջը շարվել, այդ ՔՊ-ի հետ կարողանում են համագործակցել եւ ի վերջո դառնում են հլանայեք ովքեր են, անաստակալած գոյանքներ, անազգան հայրենիք ան երազանք։ Եվ պարոն որպես զոհվածի ծնող եմ սա հարցնում։ Վարչապետը ՔՊ-ի վարչության կազմի ընտրության օրը ծնկի եկավ, հուզմունքի տարեր նկատեցինք որոշ կադրերում, Դες դուք եք հա հավատացել նրա այդ կեղծ արարմունքների։ Դա է ուզում հասկանալ, իր արդյունքները ձեր վրա ազդում են։ Նա պիտի արդյունք ունենա, որ ազդի։ Ամեն ինչն է ձև, կեղծիկ, ես ստի կայսրության մեջ եղած որևէ բանի չեմ հավատում, նա այդ ստի կայսրությունը կերտած ճարտարապետն է, գալու է օրը, որ պատասխան է տալու իր ամբողջ այդ խմբով, այդ խումբը, որը դավաճանեց իմ ազգին եւ ռազմադաշտում եւ բոլոր ոլորտներում, դրանք կանգնելու են հայոց արդարադատության առաջ։ Ես եմ շնորհակալ։ Ես կարծում եմ ցանկացած բան որ հրապարակեն իրենց դեմ է լինելու։ Վերջերս հայտարարություն արեց, որ հոպը չէր գործում եւ մեր պարտության պայմաններից մեկն էլ հենց դրանով էր պայմանավորված, որ այդ զինատեսակները, չգիտեմ, ժամկետանց էին, գործող չէին։ Բա որ այդպես էր, բա դու էլ գերագույն գլխավոր հրամանատար ես քեզ հրճակում, բա ոնց չես կասեցնում այդ պատերազմը։ Այսինքն ամեն հայտարարություն իր դեմ է։ Այսինքն ինքը ասում է ես դավաճանել եմ ձեզ ի սկզբանե, իմանալով որ դա չի գործում, բայց պատերազմ հրահարեցի, գնացի հայտարարությունս արեցի, որով տվեցի պատերազմի բանալին եւ եկան մեր այս զորքին կարողացան ջնջել։ Այս հերոսներին, որոնք իսկապես հերոսականության կրողներ են եւ կրկնեմ, երբ ոչխարն է առյուծներին առաջնորդում, այս վիճակն է լինում, այստեղ առյուծներն են։ Ասեց հոպը չի գործում, բայց մտավ եթեր, ասեց կասկիքը վերցրեք եկեք։ Դե հիմա տեսեք, այդ զավեշտալի բաներին եթե անդրադառնանք, մենք այսօր այստեղից տեղ չենք գնա, որտեղ որևէ միտք լրջություն չի պահանջում։ Նա եկել է այդ ցինիզմն է տարածում եւ նա լավ է հասկանում, որ ամեն մի հայտարարություն տևականորեն իր շուրջը կհավաքի եւ լրագրողների եւ մտավորականների եւ այլևս չենք տեսնի, որ այս ընթացքում մարդը հերթական վնասն է հասցնում մեր երկրին, մեր ժողովրդին։ Հույս ունեմ, որ կստափվի մեր հանրությունը, հույս ունեմ, որ ի վերջո կհավատա իր հերոսական էջերին եւ մենք կկարողանանք կանգնել հաղթական ճանապարհի վրա։ Շնորհակալություն։